տարեցները սոցիալական ձեռնարկատիրության առաջնային, այսպես ասած, հաճախորդներն են, հա, եթե սեգմենտ ասենք, սեգմենտ 1-ում գտնվում են 50+, 40+ տարիքի մարդիկ մինչև 80 տարեկան, որտեվ սոցիալական ձեռնարկատիրությունը ասում է, որ դու պիտի կարողանաս ստեղծել քո գործունեությունը, կապ չունի դու որ տարիքում ես, եթե դու որոշել ես, հա, այսպես ասած, մի գործունեություն ծավալել, օրինակ, թեկուզ քո խնդիրը կրող մարդկանց օգնելու համար։ Հիմա տարեցները ինչ կարող են անել։ Տարեցներն են կյանքի դժվար իրավիճակում գտնող խմբի անդամներ։ Եթե իրենք չեն կարողանում որոշակի գործունեություն ծավալել, կարող է մի երիտասարդ կամ նրանց աղջիկը կամ ինչ որ մի կառույց հիմնի ձեռնարկություն եւ իրենց առաջնային սոցիալական առողջապահական, կրթական եւ այլ խնդիրները քարտեզագրելով համապատասխան գործունեություն ծավալի։ Օրինակ, տարեցների մեր ասոցիացիան, որը մեր դպրոցում է սովորել 7 տարի առաջ, երբ որ իրենք սովորում էին ամուսիններով, ու տարբեր սերնդներից են մեր, իրենց նպատակն էր, որ հա, շատ լավ, մենք առողջապահական առողջական առումով իրենց կօգնենք, բայց իրենք կգան խնամք կստանան, բայց սա пассив խնամք է, համարյա թե նման է ծերանոցի, ինչ տարբերություն։ Ու հենց այդ պահին շատ կարևոր մենք խորհուրդ տվեցինք իրենց, որ պետքա որոշակի արտադրություն, արտադրական process լինի։ Իրենք դիմեցին տարբեր դրամաշնորհի, միջայլոց այս ոլորտում ես չեմ խրախուսում, որ դրամաշնորհով ձեռնարկություններ հիմնվեն, բայց եթե տարեցների մասով ենք ասում, այո, այդ ֆոնդերը կան, հա, սկսելու։ Ես հիմա կպատմեմ 0-ից սկսելու մի քանի օրինակներ, հա, ու իրենք Creative Lab-ը ստեղծեցին, Creative Lab անունն են դրել, որտեղ տարեցները եւ գնում են շփվում են եւ ովքեր ձեռքի շնորհք ունեն կամ ինչ որ արտադրական process-ում կարող են գործողություններ կատարել, իրենց զբաղվածությունը ապահովում է եւ իրենք ստանում են համապատասխան վճար, որը որ նաեւ կարող է իրենք են տնօրինում։ Ինչ կարող են անել տարեցները։ Ոլորտները, հուշեք։ Հա, ոլորտները։ Հիմա կարող են ձեռքի ինչ որ աշխատանքներ իրականացնել, չէ՞, օրինակ կարող են իրենք գյուղատնտեսական գործունեություն շատ հետաքրքիր ծավալել, որտեղ իրենք սովոր են, եթե հատկապես մարզերում են, այդպես կարող են իրենք հետաքրքիր ուրեմն co-working space-եր բացել, հա, ինչու՞ չէ, տարեց լինելով, որ իրենք թվային գիտելիքներ չգիտեն, իրենք բացում են co-working, որտեղ համ սովորում են, համ այդպես։ Իրենք կարող են հանդիպումներ, վարպետաց դասեր կազմակերպել հենց իրենց տարիքային խմբերի համար։ Հյուրատներ են շատ հետաքրքիր բացում մեր դպրոցի շրջանավարտները, օրինակ մեղվապահության ու մեղվամթերքի, հա, ապրանքների ստեղծման շատ հետաքրքիր է դա։ Իրենք Կարուձևի արտադրամասեր ունեն, որ Կարուձև են սովորել։ Իրենք նախկինում եղել են լավ հոգեբան, եղել են լավ մակավար, հիմա արտադրական process են ստեղծել անկողնային պարագաների, հագուստի, շատ հետաքրքիր է, որ իրենք որոշում են, ասենք, սպասարկման ոլորտում աշխատել։ Իհարկե շատ կարծատիպեր կան, որ կոտրում են հոգեբաններ են իրենց աշխատում։ Մեր կրթության ամենամեծ կարևորությունը, որ մեր թիմում կան հոգեբաններ, որոնք աշխատում են մարդկանց, որպեսզի հաղթահարեն, այսինքն ինքը նախկինում եղել է, ասենք, չգիտեմ, նախարարի տեղակալ, օրինակ եմ ասում, չգիտեմ, տնօրեն, իրեն դիրքավորել են ընկեր Մարտիրոսյան, հա, հիմա ընկեր Մարտիրոսյան ինչ որ տարիքում հասկանալով, որ ինքը այդ գործունեությունը ծավալում է, հիմա պիտի վաճառքի փուլ գնա։ Նախ իրենք պիտի չվաճառեն, շատ անգամ իրանք մտածում են, եթե ձեռնարկատիրական process-ում եմ, թեկուզ սոցիալական, թե ավանդական ձեռնարկություն եմ բա հիմա ոնց ես պիտի վաճառեմ, ես չեմ կարող ոչինչ վաճառեմ, ես ամեն ինչ անվճար եմ արել, էլի, չէ, մենք սիրում ենք, մենք բոլորս հատկապես շատ լավ հատկություն է հայ ազգի մոտ, բայց երբ որ մենք ստեղծում ենք ապրանք կամ ծառայություն, հա, մենք դրա համար ծախսեր ունենք, չէ, ընթացիկ, այսպես ասած, որոնք պետքա փակել ու ինչքան կարելի է քեզանից դնել, իրենց հետ աշխատում են, որ իրենք կամ ունենան այդ հմտությունը նախնական փուլում, որտեղ ռեսուրսներ չունեն վաճառքի մասնագետ կամ թիմ ունենալու համար մեծ, կամ ինչ անեն, կամ բացատրում ենք, կցում ենք մասնագետներ, որ ենք հասկանան, որ այդ մասնագետները պետք են, վաճառքները երբ որ մեծանում են, արդեն իրենք հստակ քայլեր են կատարում։ Այսինքն, տեսեք, այստեղ խնդիր կա, առաջինը, որ իրանք դասավորեն գաղափարներն ու մտքերը եւ ունակությունները, որ ինչ ա եղել, հա 40 տարեկան եմ, 50 տարեկան եմ, 60 տարեկան, ես նոր կյանք եմ սկսում եւ պետք է բարձրացեք, որովհետեւ 70 եւ 70 պլյուս էլ ունենք, 76 տարեկան էլ ունենք, 93 տարեկան տատիկ էլ ունենք, որին մենք մշակաբույսեր ենք սովորել։ Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե տարիքն է, այլ ընդհանուր համակարգը ԽՍՀՄ-ից եկած, որ թոշակի անցնելուց հետո տենց բան կար։ Հիմա չկա մեր օրենքով, ինչը շատ գովեհ
ապահովելի է, որ մարդը թոշակի անցնում վերջ պարապուրդի է ենթարկվում։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ միջազգային աշխարհը զարգացել է այսօր, հա, կարելի է շատ հետաքրքիր, ասենք, տարեցին կարելի է սովորեցնել դիզայն, մարդը տանը նստած դիզայն անի։ Կամ մի հետաքրքիր բան կա, միտք կա, որ դեռ չի եղել, ես ուղղակի այսպես ասեմ, որ Հայաստանում թող զարգացնեն, միջազգային մի հետաքրքիր փորձ կա, որ տարեցները գրանցվում են մի հարթակում, որ ես մանկավարժ եմ, ես անգլերեն գիտեմ, ռուսերեն գիտեմ ու երիտասարդներն են գրանցվում, այսինքն նեթիները 14-ից մինչև 30 տարեկան երիտասարդներ, այսինքն 60-ից 90, այս նախկին երիտասարդները ԽՍՀՄ-ի ու այսօրվա ինչա տեղի ունենում, այսինքն ես միանում եմ վարդի թեր տատիկին on-line գումար եմ տալիս, ինքը ինձ սովորեցնում է իսպաներեն, ինքը Իսպանիայում է նստած, մենք ընկերանում ենք իսպաներեն ենք սովորում, ինքը իրեն լավ է զգում, որ աշխատանք է գտել, ես լավ եմ զգում, որ իսպաներեն եմ զգում, հետո կարող եմ ես այդ տատիկի տուն այցելել, մնալ, Իսպանիան տեսնել ու փոքր գումար տալ տատիկին։ Այսինքն տարեցը, որը տանն է, մտածում ես ոչինչ չի կարող անել, բայց մի on-line հարթակի միջոցով դու աշխարհի տատիկները փորձառու, հա, կամ հակառակը մեր տատիկները, այո։ Հիմա օրինակ on-line հայերեն սովորացնելու հարթակներ կան։ Ինչքան մանկավարժներ ունենք, չէ, հայերեն իմաստ։ Ես հայերեն եմ ասում, ուրիշ Եվ Սփյուռքում ինչ այսքան երեխաներ կան գրանցվում են, կա այդպիսի հարթակներ։ Կարա մի տարեց շատ կիրթ կին, որը կա հիմա Հայաստանում, Թումանյան on-line-ը, Տիկին Այդան իր այդա եթե չեմ սխալվում, իր կրթական համակարգը ներդրել է եւ շատ մարդիկ, որոնք ամուսնացած են հայերի հետ, այլազգի ուզում են հայերեն սովորել եւ այլն, այդ հարթակի միջոցով on-line նստած տարբեր մանկավարժներ գրանցված են մեր գյուղերից, դասավանդում են եւ ավելի շատ գումար են ստանում, քան որ դպրոցում աշխատելով։ Հիմա տեսեք ինչ խնդիր կա, մի այսպիսի կարծրատիպ կա, որ ես մանկավարժ եմ, դպրոցում աշխատում եմ, հավելյալ եթե ես կրկնուսույց եմ կամ չգիտեմ, այլ հարթակներում աշխատում եմ, մի ձև շատ վատ են դիտարկում, բայց մենք այստեղ ոչ թե պետքա բողոքենք սոցիալական ձեռնարկատիրության կարող, ոչ թե պետքա բողոքենք ինչու կառավարությունը կամ պետական որևէ ինստիտուտ չի աջակցում իրենց, այլ մենք ստեղծում ենք օրինակներ ենք ստեղծում ու ցույց ենք տալիս մարդկանց, որ հարգելն էս պետք չի սпасել, որտեվ կառավարման համակարգը պետական, ես միշտ ասում եմ, թող չնեղանան, ես ինքս էլ եղել եմ այդ համակարգում, հասկանում, ինքը շատ դանդաղ է գնում եւ այնքան խնդիրներ կա, հա, բյուրոկրատիան այնքան շատ է, մենք հիմա սպասենք երբ է փոփոխություն լինելու, ինչ որ բան տրանսֆորմացվելու, դա սխալ է։ Եթե մենք օրինակներով այդ տարեցներին, ոնց որ մենք անում ենք, ցույց ենք տալիս ու իրանք հասկանում են, որ վայ ինչ լավ է, որ ես տարեց եմ, վայ ինչ լավ է, որ ես այսպիսի ինտուիցիա, վայ Իրա մեկը պետք է ուղղորդեր։ Գոհար ժողովրդագրական ռազմավարությունը ձեր այս ասած ամեն ինչն արդեն ամրագրել է, անգամ իներտ պետական համակարգը ռազմավարական փաստաթուղթ ունենք, որին եթե հետևից գնանք, ընդհանրապես պետք են վառ անհատներ, որոնք միավորեն են ստարեց մարդկանց։ Բայց ինչպես բացահայտենք այդ վառ անհատներին։ Հետո գիտեք ինչ խնդիր կա, ասենք հիմա ես խոսում եմ դպրոցի որպես հիմնադիր։ Մեր մոտ վճարովի է, չէ՞ որ մենք էլ ենք սոցիալական ձեռնարկություն, բայց դա տարեցին անհասանելի է։ Այստեղ խնդիր կա, տեսեք, իմ եթերներից հետո զանգահարում են տարեցները, որ Ձեր եթերից հետո մի տարեցի տուն եմ գնալու, խնդրում եմ եկեք մեր տուն, ինձ ասեք ես ինչով կարող եմ զբաղվել։ Հա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես իմ ժամանակը, ռեսուրսը բնականաբար իմ ծնողներն են, ավագ սերունդի ներկայացուցիչները, ես պիտի կարողանամ իրենց խորհուրդ տալ։ Ես կարող եմ գնալ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ կամ ինչ-որ մի հարթակում իրենց հնարավորություն տալ, մի դասի մասնակցել, հա, բայց դա չի լուծելու խնդիրը, պետք է ինչ-որ համակարգային մոտեցում,